Ողջույն, առաջին լրատվականի եթերում սկսում ենք նոր հաղորդում տարածաշրջան եւ անդին հայացք Երևանից։ Ես Սիրանույշ Պապյանն եմ, անդրադառնալու ենք մեր տարածաշրջանում եւ դրանից դուրս տեղի ունեցող կարևորագույն իրադարձություններին։ Այս օրերին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Միացյալ Նահանգներում է գտնվում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նախորդին Էրդողանը հանդիպել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Սպիտակ տան Օվալաձև սենյակում լրագրողների հետ զրույցում ԱՄՆ նախագահը ասել է, թե ցանկանում է, որ Թուրքիան դադարեցնի ռուսական նավթ գնելը։ Այս մասին հաղորդում է NBC News-ը։ Հարցին, թե արդյոք Էրդողանը կարող է դեր խաղալ Ուկրաինայի հետ Ռուսաստանի պատերազմի լուծման գործում, Թրամփը պատասխանել է. լավագույն բանը, որ նա կարող է անել, Ռուսաստանից նավթ եւ գազ չգնելն է։ Եթե նա դա աներ, դա հավանաբար լավագույն լուծումը կլիներ։ Իր հերթին Էրդողանը հայտարարել է. ես կարծում եմ, որ մենք հնարավորություն կունենանք մանրամասն քննարկելու F-35-երի եւ F-16-երի հետ կապված հարցերը, ինչպես նաև մեր երկրների միջև Հալկբանկի հետ կապված հարաբերությունները։ Միևնույն ժամանակ Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալփասլան Բայրակթարը տեղեկացրել է, որ Թուրքիայի պետական սեփականություն հանդիսացող նավթագազային խոշոր Բոտաքս ընկերությունը Միացյալ Նահանգներից հեղուկ գազ գնելու վերաբերյալ 20 տարի ժամկետով համաձայնագիր է կնքել Մերկուրիա եւ Woodside ընկերության հետ։ Նշվում է, որ որքան էլ Անկարան վերջին տարիներին դիվերսիֆիկացնում է բնական գազի ներմուծումը, Ռուսաստանը շարունակում է մնալ Թուրքիայի համար ամենամեծ մատակարարը։ Իսկ այս համաձայնագիրը կնքվում է Ռուսաստանի Դաշնությունից գազի ներմուծման համաձայնագրի վերջին տարվան ընթരാճ։ Ընդգծվում է նաև, որ Միացյալ Նահանգների կողմից Ռուսաստանի Դաշնության նկատմամբ սահմանված վերջին պատժամիջոցների փաթեթի շրջանակում 26 թվականից հետո Ռուսաստանի Դաշնությունից հեղուկ գազի ներմուծումը արգելվում է։ Սպասվում է, որ Թուրքիային տարեկան 4 միլիարդ խորանարդ մետր հեղուկ գազ է մատակարարվելու։ Միևնույն ժամանակ Բայրակթարը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները եւ Թուրքիան ռազմավարական քաղաքաշինական միջուկային համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։ Մենք սկսել ենք նոր գործընթաց, որը կխորացնի Թուրքիայի եւ Միացյալ Նահանգների միջև բազմակողմանի գործընկերությունը միջուկային էներգիայի ոլորտում։ Առաջնորդների եւ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյի ներկայությամբ կայացած հանդիպումից հետո մենք ստորագրել ենք ռազմավարական քաղաքացիական միջուկային համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր։ Հուսով եմ, որ այս համաձայնագրի շրջանակում իրականացվելիք աշխատանքները փոխադարձ օգուտ կբերեն երկու երկրներին, գրել է նախարար Բայրակթարը սոցիալական ցանցերում։ Բայրակթարը հավելել է, որ փաստաթուղթը ստորագրվել է Սպիտակ տանը, որտեղ նախկինում բանակցություններ էին վարել Թուրքիայի եւ Միացյալ Նահանգների առաջնորդներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ Դոնալդ Թրամփը։ Այս օրերին աշխատանքային այցով Նյու Յորքում է գտնվում նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Երեկ Ալիևը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանում, որտեղ նա կիսվել է Հայաստանի հետ խաղաղության բանակցությունների վերաբերյալ իր մտքերով։ Նրա խոսքով Ադրբեջանը առաջ է քաշել միջազգային իրավունքի վրա հիմնված 5 հիմնարար սկզբունքներ եւ ներկայացրել է խաղաղության պայմանագրի նախագիծ։ Այնուհետև մեր նախաձեռնությամբ սկսվել է նախագծի տեքստի շուրջ բանակցային գործընթացը, որը տևել է 22 թվականի հոկտեմբերից մինչև 25 թվականի ամառը։ Չնայած տարբեր սադրանքներին բանակցությունները տվել են դրական արդյունքներ, քանի որ դրանք անցկացվել են բացառապես երկկողմանի հիմքերով առանց որևէ արտաքին միջամտության, հայտարարել է Ալիևը։ Նա նաև նշել է, որ 20 թվականի նոյեմբերի 10-ը պատմության մեջ մտավ որպես Հայաստանի կապիտուլյացիայի եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման օր, գրեթե 30 տարվա օկուպացիայից հետո։ Հաղթական պատերազմից անմիջապես հետո Ադրբեջանը հայտարարել է Հայաստանի հետ հարաբերություններում նոր էջ բացելու պատրաստակամության մասին, հիմնվելով տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության փոխադարձ ճանաչման վրա, ասել է Ալիևը։ Նա նաև խոսել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Միացյալ Նահանգների, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջև ստորագրված փաստաթղթերից ու ճանապարհների ապաշրջափակման մասին պայմանավորվածություններից։ Վաշինգտոնյան գագաթնաժողովի կարևոր արդյունքներից մեկը Թրամփի միջազգային խաղաղության ու բարգավաճման ուղին է, որը կապահովի Զանգեզուրի միջանցքով անարգել անցումը եւ կամրապնդի տարածաշրջանային կապերը, ասել է Ալիևը։ Նրա խոսքով օգոստոսյան Միացյալ Նահանգներ կատարած այցի ընթացքում ձեռք բերված համաձայնությունները պատմական նշանակություն ունեն։
Ալիևը շնորհակալություն է հայտնել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին ադրբեջանա-ամերիկյան հարաբերություններում նոր գլուխ բացելու, հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու որոշման ու Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության գործընթացին աջակցելու համար։ Ալիևը հայտարարել է, որ Թրամփի որոշումը կասեցնելու 1992 թվականին Ադրբեջանի դեմ կիրառված պատժամիջոցները ազատության աջակցության մասին օրենքի 907-րդ հոդվածով նույնպես պատմական քայլ է։ Նա հավելել է, որ Միացյալ Նահանգների կոնգրեսի կողմից 907-րդ հոդվածի վերջնական չեղարկումը կվերջացնի կրկնակի ստանդարտների ժառանգությունը և կամրապնդի վստահությունն ու համագործակցությունը այն ժամանակ, երբ Ադրբեջանը նպաստում է համաշխարհային անվտանգությանը և կայունությանը։ Հայաստանի մեկ այլ հարևանի Վրաստանի հարաբերությունները շարունակում են լարված մնալ Եվրամիության հետ։ Նախորդին հայտնի է դարձել նաև, որ Վրաստանի արտաքին գործերի նախարարություն են հրավիրվել այդ երկրում Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի դեսպանները։ Վերոնշյալ դիվանագետները վերջին ժամանակներս մի քանի անգամ քննադատել են Վրաստանի իշխանություններին արտաքին քաղաքականության մեջ եվրոպական կուրսի փոփոխության համար, ինչի կապակցությամբ այդ երկրի արտգործնախարարությունը բողոքի նոտա է հղել նրանց և բրիտանացի ու գերմանացի դիվանագետներին հայտնել, որ անթույլատրելի է նրանց միջամտությունը Վրաստանի ներքին գործերին։ Այդ կապակցությամբ հայտարարությամբ է հանդես եկել նաև Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը, որը կտրականապես դատապարտել է Վրաստանում Գերմանիայի դեսպանի հասցեին ուղղված ագրեսիվ ռետորաբանությունը և նրա անհիմն հրավերը Վրաստանի արտաքին գործերի նախարարություն։ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ դեսպանը ներկայացնում է դաշնային կառավարության դիրքորոշումը և գործում է Վիեննայի կոնվենցիային համապատասխան։ Այս օրերին Վրաստանում է գտնվում նաև Եվրոպայի խորհրդում Եվրամիության պատվիրակությունը, որը մտահոգություն է հայտնել Վրաստանում մարդու իրավունքների խախտումներով։ Այս մասին ասվում է պատվիրակության կողմից տարածված հայտարարության մեջ։ Փաստաթղթում նաև ընդգծվում է դատական համակարգի անկախության ու երկրում արդար դատաքննության իրավունքի ապահովման անհրաժեշտությունը։ Վրաստանի ընդդիմության ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների նկատմամբ ճնշումների անթույլատրելիությունը և այլն։ Եվրոպական միությունը նաև պատրաստակամություն է հայտնել աջակցելու վրաց ժողովրդի եվրոպական ձգտումներին և երկրի Եվրամիության անդամակցության ուղուն, եթե Վրաստանի կառավարությունը փոխի իր ներկայիս ուղղությունը։ Միևնույն ժամանակ Վրաստանի իշխանությունները հայտարարում են, որ քայլեր են ձեռնարկում Արևմուտքի հետ հարաբերությունները բարելավելու համար։ Այս օրերին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին ամփոփելով իր այցը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ նա Միացյալ Նահանգների նախագահին ասել է, որ ժամանակն է սկսել հարաբերությունները մաքուր էջից։ Կավելաշվիլիի խոսքով Միացյալ Նահանգների նախագահը նրան խոստացել է, որ կվերադառնա հարաբերությունները մաքուր էջից սկսելու հարցին։ Հանրությունը հավանաբար հետաքրքրված է, թե ինչպես է անցել Միացյալ Նահանգների կողմից կազմակերպված ընթրիքը, որտեղ տեղի ունեցավ մեր հանդիպումը։ Ես նրան ասացի, որ ժամանակն է սկսել մեր հարաբերությունները մաքուր էջից, ինչին նա պատասխանեց, որ կուսումնասիրի այդ հարցը։ Խոստացավ, որ անպայման կվերադառնա այս թեմային և կկապվի ինձ հետ։ Մենք կսպասենք նրա պատասխանին։ Մենք նաև մի քանի այլ հանդիպումներ ունեցանք վարչակազմի հետ, այդ թվում առևտրի նախարարի հետ, հայտարարել է Կավելաշվիլին։ Նշենք, որ ավելի վաղ ելույթ ունենալով ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է առանց բացառության բոլոր պետությունների հետ երկխոսություն սկսելու իր երկրի պատրաստակամության մասին։ Տեղափոխվենք Իրան։ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային խստորեն դատապարտել է Միացյալ Նահանգներին Թեհրանի դեմ ուղղված կեղծ մեղադրանքների ու երկրի խաղաղ միջուկային օբյեկտների դեմ անօրինական ագրեսիայի համար, հաղորդում է Մեհրը։ Երբ դուք սխալ մատ եք թափ տալիս մեկի վրա, 3 մատ եք թափ տալիս ձեզ վրա։ Իրանի նահաբեկչությանը աջակցելու մեջ կեղծ մեղադրանքները չեն ազատի Միացյալ Նահանգներին Իսրայելի կողմից պաղեստինցիների շարունակական ցեղասպանության, համակարգված ահաբեկչության և բազմաթիվ երկրների դեմ շարունակական ագրեսիայի մեջ անմիջական ներգրավվածությունից ու մեղսակցության համար, հայտարարության մեջ ասել է Էսմայիլ Բաղային։ Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների վրա ձեր անօրինական հարձակման հպարտությունը, որքան էլ որ այն
անպատվաբեր եւ դաժան լինի, նաեւ կխորացնի Միացյալ Նահանգների միջազգային պատասխանատվությունը իր ակնհայտ անօրինական ագրեսիայի համար եւ ցույց կտա Միացյալ Նահանգների ղեկավարության խորը թշնամանքը Իրանի ժողովրդի նկատմամբ, նշել է նա։ Բաղային ասել է, որ Միացյալ Նահանգները պնդում է, թե իրեն առաջարկում են դիվանագիտություն, պարզապես անկեղծ եւ ծիծաղելի է։ Չի կարելի ռմբակոծել երկիրը դիվանագիտական բանակցությունների ընթացքում եւ առաջարկել խաղաղություն։ Այս ժամի համար այսքանն էինք նախատեսել։ Կհանդիպենք։